Խոմ, կանգնած կրակային դիրք, ընդունի։ Այս պահին մենք կատարում ենք զենքով հնարքային վարժաձևերը, որը թույլ կտա զինծառայողին ավելի արագ կողմնորոշվել տեղանքում, կատարել տարբեր դրություններից հրաձգություն, որը թույլ կտա զինծառայողին ավելի ճկուն գործել, ունենալ ավելի բարձր պրոֆեսիոնալ որակներ եւ կատարել իր առջև դրված խնդիրը բարձր որակով։ Ենթասպաների նախկին դպրոցի հենքի վրա ձևավորվել եւ գործարկվում է արհեստավարժ սերժանտների, հրահանգիչների եւ ենթասպաների պատրաստման դպրոցը։ Այն բանակում գործող ուսումնական կենտրոններից մեկն է, որտեղ պատրաստվում են բանակային ստորաբաժանումների փոքր օղակի նեղ մասնագիտացում ունեցող ու առանձին խնդիրներ կատարող զինծառայողներ։ Մենք գիտելիքները մասնագիտական առումով, որ մենք ուսուցանում ենք մեր կուրսանտներին, դա պիտի զուգահեռվի նաև հրահանգչական որակներով, այսինքն մենք ունենք ծրագրի մեջ հատկացված ժամանակ, դասավանդման մեթոդիկա, որի շրջանակներում մենք կուրսանտներին սովորեցնում ենք ինչպես կազմել դասի պլան առհասարակ, ինչպես անցկացնել դասը, ինչպես հաղորդակցվել լսարանի հետ եւ ինչպես ղեկավարել լսարանը, որը հրահանգչական տեսանկյունից շատ կարեւոր գործիք է, որին պիտի տիրապետի ցանկացած հրահանգիչ մեր զինված ուժերում։ Տարեկան մենք ունենում ենք մի քանի հոսքեր, հոսքերի ընթացքում մենք սովորացնում ենք մարտավարական պատրաստություն եւ նմանատիպ առարկաներ, ինչպիսիք են ռազմական տեղագրությունը, հետախուզական պատրաստությունը, կապի պատրաստություն, ԱԹՍ պատրաստություն, ինժեներական պատրաստություն եւ այլն։ Արհեստավարժ սերժանտների, ենթասպաների եւ հրահանգիչների պատրաստման դպրոց ընդունվում են զորամասերի հրամանատարության կողմից նախապես առաջադրված թեկնածուները, որոնք տեղում եւս մասնագիտական նախնական գիտելիքների ստուգման թեստ են հանձնում, անցողիկ ՇՄ հաղթահարողները մասնակցում են համապատասխան մասնագիտական որակավորման կրթական ծրագրին։ Խոսել եմ իմ վերադաս հրամանատարության հետ, վերադաս հրամանատարությունը ինձ խորհուրդ է տվել, որ ներգրավեմ այս դասերին։ Այս գիտելիքները հատկապես կնպաստի, որ ես էլ հետագայում որ դառնամ արդեն մեր վերադաս հրամանատարությունը, ովքեր որ հիմա մեզ սովորեցնում են այս ամեն ինչը, հետագայում որ ես էլ կարողանամ հասնել այս բարձունքների, ավելի շատ կնպաստի նրան, որ ոնց որ ասած ընդլայնվի այս ամեն ինչը, էլի այս մարտավարության, թե տեխնիկական եւ այլն։ Այդ տեխնիկան ոնց որ ասած կփոխանցենք մեկս մյուսով ու կընդլայնվի մեր բանակում։ Ինչ որ ես ընդունում եմ, սովորում եմ, ընկալում եմ, ավելի հմտանում եմ, ձեռք եմ բերում նորանոր տեխնոլոգիաների եմ տիրապետում, նորանոր գիտելիքների եմ տիրապետում, շատ կարևոր եմ համարում, որ ճշգրիտ ձևով փոխանցել այն զինծառայողներին, որոնց հետ ես պետք է աշխատեմ։ Դասընթացի ավարտին զինծառայողները քննություններ են հանձնում, որոնք հաջող հաղթահարելու դեպքում ստանում են համապատասխան որակավորման վկայական։ Մեր հրահանգիչները, ովքեր որ այստեղ ստանում են որակավորում եւ բարեհաջող ավարտական քննությունից հետո ավարտում են իրենց դասընթացները, ստանում են որակավորման հավաստագրերը, վերադառնալով իրենց զորամաս, իրենց մշտական տեղակայման վայր, նրանք արդեն ունակ են լինում որպես հրահանգիչներ արդեն պատրաստի, կլինի կրակային պատրաստության, թե մարտավարության, թե լեռնային պատրաստության հրահանգիչներ, նրանք պատրաստ են եւ ունակ են արդեն իրենց դասակի հրամանատարներին կամ վաշտի հրամանատարներին արդեն իրենց փորձով, իրենց ձեռք բերած գիտելիքներով կարողանան օգնեն, այսպես ասած, վաշտի կամ դասակի հրամանատարին իրենց առօրյա մարտական պատրաստությամբ զբաղվելու եւ անձնակազմի հետ որակով եւ պատշաճ ձևով պարապմունքներ անցկացնելու։ Բացի մասնագիտական գիտելիքներից ու տարատեսակ հմտություններից, մարտավարության ապագա հրահանգիչները նաև յուրացնում են լսարանի ենթակա անձնակազմի հետ հաղորդակցվելու նոր ձևեր ու առավել արդյունավետ մեթոդներ։ Կրթական ծրագիրը մշակված է աշխարհի առաջավոր բանակների հաջողված փորձի հենքի վրա եւ հարմարեցված է Հայաստանի Հանրապետության բանակի առանձնահատկություններին։ Լսարանային պայմաններում դասընթացը իրականացնելիս հիմնականում աշխատում ենք ուսումնասիրել մարտական կանոնադրությունը, հիմնական հիմունքները մարտավարական եւ այնուհետեւ մեր սովորած տեսական գիտելիքները օգտագործում են գործնական պարապմունքների ժամանակ։ Գործնական պարապմունքներն իրականացնում ենք մարտավարական դաշտում, ինչպես նաեւ կրակային պատրաստության դասընթացի ընթացքում մեր սովորած բոլոր հնարքային վարժությունները օգտագործում են կրակային պատրաստության դասընթացի շրջանակներում արդեն հրաձգարանում։
Մարտավարական պատրաստության դասընթացի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պլանավորման անձնակազմի հետ ներդաշնակված գործելու առաջադրվող խնդիրները ճշգրիտ մշակելու, մատուցելու եւ իրագործելու մասնագիտական տեխնիկայի յուրացման վրա։ Հնարավոր չի լինել առաջնորդ առանց գիտելիքների, առանց պրոֆեսիոնալիզմի։ Կարծես նոր շունչ, նոր մոտեցում, նոր մտածելակերպ է ներդրվում։ Այս հրահանգավորիչի ուրեմն մասնագիտությունը կարելի ասել հենց մենք դնում ենք այդ հիմքերը դեպի պրոֆեսիոնալ բանակի։ Ստանալ գիտելիք, որը որ կարող ես փոխանցել։ Իմանալ նոր նյութեր, որոնք նախկինում չենք իմացել։ Ուսումնական փուլի ընթացքում հերթական հոսքի կուրսանտները կներգրավվեն տեսական դասընթացներում, կմասնակցեն ակտիվ դաշտային վարժանքների, իսկ կարճ ժամանակ անց լավագույնները կվաստակեն մարտավարության հրահանգչի պաշտոնը զբաղեցնելու իրավունք եւ եւս մեկ ձեռքբերում կարձանագրեն զինվորական կարիերայում։ Նաիրա Համբարձումյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։